Արտակարգ պատահար Երևան-Գյումրի ավտոճանապարհին այսօր ժամը 19:20-ի սահմաններում փրկարար ծառայությունը ահազանգ է ստացել այն մասին, որ Շիրակի մարզի Հոռոմ-Գուսանագյուղ համայնքների ավտոճանապարհին տեղի ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, հրդեհի բռնկմամբ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ականատեսները մեր լրագրողի հետ զրույցում պատմել են, որ հանկարծակի հրդեհ է բռնկվել միկրոավտոբուսում։ 3-4 հոգի կարողացել են դուրս գալ տրանսպորտից, իսկ մյուսներին դուրս են բերել շտաբ բուժօգնության կայանի եւ փրկարարվաշտության աշխատակիցները։ Թե իրականում որն է եղել հրդեհի պատճառը, ոչ ոք առայժմ կռահել չի կարող։ Տուժած քաղաքացիներին տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն, կան զոհեր եւ բազմաթիվ վիրավորներ։ Ես ահազանգ եմ ստացել իմ ընկերոջից, որ Արտիկի Հոռոմի Խաչմերուկի մոտ վտար է եղել եմ հիվանդանոց, պատրաստել ենք դիմավորելու, ընդունելու հիվանդների հոսքը։ Նախնական մենք գիտենք, որ գազելում գտնվում է 13 հոգի, կանչվել են տնից ռենտգենոլոգները, վիրաբույժները, ուժեղացրել ենք նաև քույրական կազմը, ներքևում պատրաստ սպասել ենք։ Մենք ընդունել ենք Գյումրի բժշկական կենտրոն 7 հիվանդներ, որից մեկը ծանր երեխան է, 14 տարեկան, որը անցնում է ներկա պահին կատե հետազոտություն, հետագա բուժումը որոշելու թե Գյումրիում, թե Երևան տեղափոխելու։ Անձամբ ամբողջ աշխատանքները գնում են մարզպետի հսկողության եւ առողջապահության նախարարի հսկողության տակ։ Վնասվածքները այդ 7 հոգիներից մեկը երեխայի մասին է խոսքը, որը ծանր է, ուրեմն նախնական գլխուղեղի վնասվածք կա, բայց կատե հետազոտություն է արվում, մինչև չավարտենք չեմ կարող վերջնական ասեմ, նաև կոդրվածքներ ունի այդ երեխան, բազմաթիվ, իսկ այն 6 հիվանդների մասը ստուգել ենք, արդեն որոշներին ռենտգենսկոպիան ավարտել ենք, մշակումները կազմակերպվել են եւ նաև կա կոդրվածքներ, կողերի կոդրվածքներ, այրվածքներ տարբեր աշճանների, բայց այդ աշճանի այրվածքներով տեղափոխման այլ տեղ, այլ հիվանդանոցի կարիք չկա։ Մենք տեղում կկազմակերպենք մեր աշխատանքները։ Զոհերի մասին նախնական մեր սկորի տվյալներով ես 3 ունեմ, բայց ինչ որ 3 հոգի դեռ պարզված չի։ Մեքենան իրենք նկարագրում են, որ եկել է ճանապարհին ինչ որ մեծ կամազ մեքենա ինչ որ խանգարել են իրանց շարժվելուն, բախվել են այդ մեքենայի հետ, չեն կարողացել ոնց որ թե կառավարեն մեքենան, բախվել են, դրանից հետո պայթոց են լսել, պայթվել է ու սկսել է այրվել գազել մակնիշի մեքենան։